ամբողջ աշխարհը ստրեսից ազատվելու համար լսում է անձրևի կամ ջրի ձայներ, Ավետիսյան փողոցի բնակիչներն արդեն 3 ամիս է բացառիկ հնարավորություն ունեն քնելու իսկական էլիտար ձևով։ Կեսգիշերն անց է, բայց Ռիոմոլի հարևանությամբ կյանքը եռում է ավելի ճիշտ ասֆալտը։ Տիգրան Ավինյանը որոշել է անձամբ հոգալ բնակիչների անվրդով քնի մասին, օրորոցայինը ապահովելով 3 ամիս շարունակ փողոցը փակ պահելն ու գիշերվա կեսին ձայնային էֆեկտներով ապահովելը հավանաբար նորարարական թերապիա է նյարդերը կոփելու համար։ Ով է ասում, թե Երևանում գիշերային կյանք չկա։ Համեցեք Ավետիսյան փողոց, Ռիոմոլի հարևանությամբ ու կհասկանաք, որ իսկական դրայվը սկսվում է կեսգիշերն անց։ Արդեն 3 ամիս է, ինչ փողոցը փակ է, իսկ մի շաբաթից ավել է, ինչ քաղաքացիները կեսգիշերն անց վայելում են ասֆալտի աղմուկը։ Բնակիչները հավանաբար շնորհակալ են Ավինյանից, բայց դե նշում են՝ շնորհակալություն, ձեր օրորոցայինի տակ քնել չի լինում։